երբ ուրախությունը գտարնա փորձություն։ Կարևոր է, որ հավատացյալը պահպանե իր սիրտը իր ունեցած հաջողություններեն յետք։ Շատ կարևոր գետ մնե եւ պետք է բոլոր հավատացյալները նկատի առնեն։ Նկատի առնեն մի քանի պատճառներով, որոնց մեկ կարևորագույնը հետևյալն է. մենք ճնշումի տակ ապրող մարդիկ ենք, կտեսնենք պատերազմներ, կհանդիպենք մարդոց թշնամության, հակառակության, ըմբոստության, ապստամբության, պատերազմներու, պայմաններու, բարականերու եւ ճնշումի տակ կապրենք։ Միշտ ժխտականը գագնգալենք մեր չորս կողմեն, հիմա այս կրնա ըլլալ, հիմա այն կրնա ըլլալ, լուրերը երբ պամը գսեն արդյոք պատերազմ պիտի լա, դոլարի մասին երբ պամը լսե արդյոք պիտի ելլե պիտի չնե, երբ մեկը քիչ մանանքից լա արդյոք պիտի մեռնի կամ արդյոք այս կամ այն պիտի պատահի, մենք միշտ ճնշումի տակ կապրենք։ Եվ ադիգա մեր հոգեբանությունը այդպես կմարզե, որ հազիվ պամը պատահի, մենք շատ հապճեպով արագորեն այդ պատահած բարի բանին, լավ բանին, ուրախություն պատճառող զգացումին 100% կհանձնվենք, որովհետև շատ պետք կզգանք ուրախության, անոր համար ուրգե որ ուրախություն կա, բարի կսեպենք։ Եվ կսկսենք ուրախությունը ապրիլ եւ վերջավորության այդ ուրախությունը, մեր դեսակ ցերկ բերած ուրախությունը, հարազատ ուրախություն գսեպվի մեր մեջը, կնկատվի մեր մեջը, բայց այդպես չէ իրականությունը։ Աստվածաշունչը մեզի գսե, որ Տեր Հիսուս ինքը գսե, ես իմ ուրախությունս կուտանցեսի։ Այն ուրախությունը, որ Տերը կուտա, աղբյուրը դարբեր է, որակը դարբեր է, դեսակը դարբեր է, անոր նպատակը դարբեր է եւ ամեն ինչ որ գվերապերի իր դված ուրախության գդարբերի առօրյա ուրախություններն եւ կարեւոր է որ մենք ասիգա նկատի առնենք։ Մենք Աստվածաշունչի մեջ կտեսնենք Ղուկաս ավետարանի մեջ Տեր Հիսուսի մասին գխոսի ավետարանիչը եւ գսե Հիսուս Սուրբ Հոգիով ուրախացավ։ Խորունգ իրականությունը ապրումն է Սուրբ Հոգիով ուրախացավ։ Ինք լեցուն գրնար ուրիշ ուրախության պատճառներ ունենալ։ Մեկը իրեն լավ խոսքեր ասած ըլլա, իրեն ուրախություն դա։ Մեկը իրեն բադարմը հաց տա, ուրախություն դա։ Մեկը իր փապակներեն մեկը գադարը եւ իրեն ուրախություն դա։ Բայց գնկադենք Հիսուս չեր ուրախանար այդ առօրյա բաներեն, որոնց միջոցով նաև գրնա հբարդություն կալ, ցանկություն կալ եւ դարբեր տեսակ բաներ իրեն հանդիպիլ։ Գնկադենք, որ Հիսուս իր ցանկի աղբյուրին միացած այն ուրախությունները, որոնք երկինքի համար փառք ու բադիվ ու օրհնություն են, անոնք կփնտրեր եւ Սուրբ Հոգին գողմե դրված ուրախություններով ինք ուրախանար։ Հետևաբար մեր առօրյայի մեջ շատ կարևոր է այս մեկը հնենք։ Ես դարիներու ընթացքին տեսած եմ մարդիկ, որոնք ուրախությունը սխալ գործած են։ Տեսած եմ մարդիկ, որ երբ ուրախ են, արգածներու կհանդիպին։ Տեսած եմ մարդիկ, որ երբ ուրախ են, իրենց բարիսները ամբողջ իջած են։ Իրենց պաշտպանողական թիրքերը ամբողջ իջած են, հիմա իրենք ուրախ են, այդ ուրախության ադեն մեղքի գինան, այդ ուրախության ադեն կքողցվին, այդ ուրախության ադեն ակսիդան գնեն, այդ ուրախության ադեն չեմ կեր եթե գծատկին, դունի մեջ ապրանք գնեդեն, չեմ կեր ինչ գնեն, ուրախության արդայդություն, մեկումը գլուխին գբայթի, կամ իրենց կամ ուրիշին։ Հետևաբար շատ տեսած եմ մարդիկ, որոնք զգացական ուրախության հանձնված են իբրև ուրախություն եւ ընդհանրապես այդ մարդոց մե շատեր երբ տեսնեն մեկը որ քիչ մը լուրջ կեցած է գսեն հիվանդ ես որովհետեւ իրական ուրախությունը այդ արտաքին վիճակին կապված է իրենց համար եւ ոչ թե այդ ներքին ուրախությունը որ ոչ ես ուրախ եմ հանդարտ եմ լուր եմ լուրջ կեցած եմ շատ լավ վիճակի մեջ եմ ինքնավստահ վիճակի մեջ եմ բարձր վիճակի մեջ եմ
միշտ ակնկալությամբ կեցած եմ, որ Տերոջմով նոր բանի մը հասնիմ։ Տեսեք, տարբերություն կա բավական։ Ուրեմն ուրախությունը եւ հաջողությունը սիրելիներ ինքնին վտանգավոր բան չէ։ Եվ բնավ ադիգա բեք չէ մեզի զգացնե, որ ցեզի այդպես բացադրվի, որ ես ուրախության եւ հաջողության հագարակ ակնարկություն կնեմ։ Չգարավարված ուրախությունը վտանգավոր է։ Այդ ուրախությունը, որ չէ գարավարված, ճիշտ ծևերով վտանգավոր է։ Երբ ինքնաշարժդ կքշես, շատ կարևոր է, որ բոլոր ինքնաշարժին կորձիկները, որոնք ղեգը աչ եւ ցախ դանելով ամբողջ ինքնաշարժը կդանին, լավը լա ես գհիշեմ երդասարդ օրերուս նույնիսկ նախքան հավատքի քալս անշուշտ ինքնաշարժ ունեի եւ շատ գդարաբեի, որովհետեւ իր ղեգը եւ իր անիվները շարժելու ադեն քիչ մը ուշացում կար։ Եվ այդ ինքնաշարժին վրա հանգիստ քշելը միայն ես կրնայի, որովհետև վարժված էի, որ այսքան բարաբություն կա, անգևերջ ղեգը անիվը շարժելու կսկսի։ Ուրիշը քշերն է գշվարեր ինչ եղավ, շարժեցի չքնաց ինքնաշարժը։ Հետևաբար սխալ բան մը կար, որ բնական քու շարժումիդ համացայն չեր գարավարվեր։ Հետևաբար չգարավարված ուրախությունն է, որ վտանգավոր է, ոչ թե ինքնին ուրախություն բառը վտանգավոր բան է։ Աստվածաշունչը գահիտնե մեզի, որ շատերու անկումին պատճառը դգարությունը չէ, հապա հաղթանակեն ետք իր բարիսները եւ իր ամրոցները վարփրներն է։ Այսինքն ինք դգար չէր, որ ինգավ, հապա որովհետեւ հաղթանակ մը ցերկ բերավ, Եդևեն ուրախությունը դուրս եկավ եւ իր զգացումները մեկնաբանեցին, որ ամեն ինչ օքեյ է հիմա, այն ադեն ինգավ։ Հետևաբար մարդը ինչքան զորանալու նկատի է, զորանալեն յետք ամեն ուրախութենը եւ հաղթութենը յետ գալ ուշադիր պետք է լա, որովհետեւ իր զորավոր ադենը գրնայինալ։ Շատ ավելի գրնայինալ մեկը հաղթանակեն յետ կան դգարության ժամանակ, որ միշտ սկուշ է։ Եվ այս մեկը գտեսնենք Աստվածաշունչի եւ եկեղեցու կյանքի սկիզբեն մինչեւ այսօր հոգեբանությունը նաեւ նույնը կբացատրե, երբ մարդոց ներքին զգացումներուն հետ կապված բացատրություններ կուտա։ Աստվածաշունչը մեզի գսե, որ հաջողությունը եւ ուրախությունը բարձորեն կբացահայտե Երևան կհանե մեր ներքին իրավիճակը։ Մենք ներքնաբես ինչ հիման վրա գաբրինք այս բահուն, ադիգա մեջտեղ գելե, երբ մենք հաջողություն ունենք։ Պեն օրինաց 8:10-14 կգարտամ կամ 10-14-ի մեջեն կգարտամ, գսե ուստի երբ ուդես ու գշտանաս, կուդեր Աստվածդ օրհնե։ Զարմանալի է ինչու համար Աստված այդպես չէ, որ ամեն մեկ բադարին կսպասե, որ մենք իրեն օրհնենք։ Այս համարի մեջ Աստծո դված ակնարկությունը հետևյալն է, երբ այլևս տուն ազատ մարդը լաս, ազատ ասկը լաս, քու եկամուտդ ունենաս եւ այլևս գերագուրը ուտելու համար Եգիպտոսի մեջ քեզի հետ եղած բամութենեն ազատ լաս, դու որոշես գերագուրդ, սառնարանիդ մեջ ունենաս գերագուր, քրբանդ ունենաս թրամ, որևէ ուզածդ քնելով ուտելու այն ադեն, նաեւ որ քու լավությանդ համար, քու վիճակիդ համար Աստծո փառք դալը չմոռնաս, Աստծո շնորհակալ լալը չմոռնաս, քու անցիդ զգուշությունը է, չլա որ քու դեր Աստվածդ մոռնաս ու չբահես անոր բադվիրանները, օրենքներն ու կանոնները։ Գտեսնեք, Աստված մտահոգ է, որ երբ մարդիկ հիմա ուտելիք ունենան, այլևս ամեն ինչ օքեյ է պիտի գարձեն եւ անգե յետքը նույնիսկ այդ օրհնությունը, որ Աստուծմե եկավ, պիտի մոռնան, Աստծո օրենքները վերջի պիտի մոռնան, Աստծո բադվերները պիտի մոռնան եւ վերջավորության ամեն ինչ ունինքի պես պիտի ապրին, ինչպես այսօր կտեսնենք աշխարհի մեջ մարդիկ կապրին։ Եվրոպա երբ մարդոց ասես Հիսուսի մասին, կսե մենք օքեյ ենք, բեք չունենք, քեզի ով է որ Հիսուսը քո օքեյ լալուտ կամ չլալուտ համար պիտի հավիտենականության համար պիտի դառնես, բայց մարդոց կով մորցված է ադիգա, որովհետև հիմա ուրիշ մշակույթ դիրած է մարդոց մտքերուն եւ զգացումներուն վրա։ Ուրեմն մարդոց կյանքերեն ներս փորձությունը, դժվարությունը Երևան կհանե, թե մարդը ինչքան կենթարկվի Աստծո։
Եվ դժվարության մահանտիվից գերեւի որ դու ինչքան ենթարկված ես Աստծո, այսինքն ինչքան չանքերդ կաշխատին եւ ինչքան Աստծո վստահիլդ կաշխատի, մեջտեղ գելե ամիջապես։ Հաջողությունն ալ Երևան կհանե քու կյանքիդ մեջ, ինչքան դու կգարավարվիս քու անցովդ։ Երբ հաջող ես, անիկա Երևան կհանե, կբացահայտե թե ինչքան դու քու անցեդ կառավարված կաբրիս, որովհետեւ երբ մորնաս հաջողության պատճառով ամրոցները իջեցնես, դու սկսար քո անցիդ վստահիլ։ Շատերուն անգումին պատճառը Աստծո չորհնելը չէ։ Հաբա որովհետև գեցած կլան թեմ տնել են իրենց հանդիպող պայմաններուն։ Գեցած են թեմ տնել են եւ անոր համար է որ իրենց կբադայ։ Օրինակ աստվածաշնչական պատմություններն ամփոփ առնենք Արաքմը եւ տեսնենք Դավիթի պատմությունը։ Հաջողակ պատերազմի գերիմ հետ հաշվե։ Հաջողակ պատերազմի գեր, բայց հանգիստի ժամանակ, իր հանգիստ ժամանակին, երբ պատերազմները հաղթեց, թակավորական բալադը մտավ եւ հանգիստ էր, անզգուշ եւ անուշադիր եղավ։ Նայեցեք, հաջողակ ըլլալը չգրծավ, հաղթող ըլլալը չգրծավ հաղթահարել անզգուշ եւ անուշադիր ըլլալուն։ Սո մենք եթե հաջողություն ունենք, դագավին պետք ունենք զգուշ ըլլալու։ Որովհետեւ եթե զգուշ չենք, մենք կրնանք ինալ մեր ուժը որևէ ցևով գաբակցություն չունի ինալուն հետ։ Չի գնալ մեզի բահել, անզգուշությունը գրնա ինացնել։ Բادرազմի ընթացքին չէ, որ մեղքի մեջ ինգավ։ Բادرազմի ընթացքին չէ, որ մեղքի մեջ ինգավ, հաբա հանգիստի ժամանակը, երբ դու ինտանիքը գկալեր ցանցրացած էր, ինչ պիտենեմ, ինչ պիտի չնեմ, մեր գիմը տեսավ եւ ցանկաց այդ գնոջ։ Սողոմոն իմաստություն ուներ, որուն նման ոչ ոք ունեցած էր երկրի վրա, հարստություն ուներ եւ իր ժամանակին խաղաղություն դիրած էր ամբողջ շրջանին մեջ։ Ինք աղբյուրն էր խաղաղության այդ ժամանակին մեջ թակավորներուն հետ կապակցապար, բայց գամած իր սիրտը շեղեցավ։ Երբ իր սիրտը շեղեցավ, երկյուղը, որ ինք առաստված ուներ իր առաքելության սկիզբը, փոխարինվեցավ ցանկությամբ։ Հաջողություն եւ երբ ինք գապվեցավ հաջողություններուն եւ հաջողություններու ծրագիրներուն, երկյուղը փոխարինվեցավ ցանկությամբ եւ հազարատ գին եւ ներքինի ունեցավ։ Եվ սկսավ անոնց հետ ելնել եւ բարձր դեղերու մեջ օդար աստվածներ պաշտել։ Հետևաբար Աստծո կողմեն իսկ դրված հաղթանակը առանց հսկողության մեզի կդանի շեղումի։ Եթե նայենք նոր գդագարանը ինչ կսե այս ուղությամբ, կտեսնենք այդ Կորինթացիս 10:12-ի մեջ Պողոս առաքյալ կսե, ահա թե ինչու ով որ կգարձե թե գանքուն է, ամբողջ հաշիվներով ինքը լավ վիճակի մեջ է, հաջող է, հասած է, փամը չի գնար իրեն կետին զարնել այլևս, ան որ կգարձե որ ինք գանքուն է, թող զգուշը լավ որ չինա։ Հոստեղը Պողոս առաքյալ իր խոսքը ճուղեր եւ չզգուշացներ դգարներուն։ Իրականության մեջ կնկատենք, որ ինքը կզգուշացնե զորավորները, կզգուշացնե այդ մարդիկը, որոնք ինքնավստահություն մշինած են, այդ աստիճան, որ այլևս անուշադիր են, զգուշ չեն, այդ համոզումը իրենց կգարավարե, որ այլևս փամը չի գրնար մեզի դանիլ։ Մենք որպես հավատացյալներ շատ բուն է խոսած եմ, ես կոնե, եւ շատ փորձառություն ունեցած ենք, երբ նոր հոգևոր փորձառությունը ցերկ բերեինք, ամիջապես ես կոնե կգարձեի, որ վաու, ասե, վերջացավ։ Երգիր ինձ հետ է, մեկ հատ այլևս խնդիր չլար, երկրորդ օրը գնայի, նոր խորհուրդ մը սորվեցա։ Երեկվանը փամը չեր հատորքով։ Ամեն օր
նորությունը սորվեցա, բայց նորությունը երբ կսորվեի եւ մարմինս կշահակորձեր այդ նորությունը, այդ հաջողությունը, այդ ցերկ բերվածը ինձի կմեկնաբաներ, որ ասե։ Բայց երկրորդ օրը հոգևոր կյանքից մեջ շարունակելով տեսա, որ ոչ, աս չէ, դեր նորը գա։ Դեր նորը գա։ Ես չեմ գրնար հաջողության պատճառով դեսագետս նայվածքս ըմբռնումս հասկացողությունս փոխել։ Հայրերու խոսքերեն որոնք շարունակ գտելատրեին, որ պետք է ուրախությունը մեր գրթվի, ասեր իրենց համոզումը։ Իսահակ Սուրյացին գսե, երբ մխիթարությունը շատ լա, ինքզինքիդ մի վստահիր, շատ մխիթարված լա, շատ ուրախ լա, շատ հաջողություն ունենաս, ինքզինքիդ մի վստահիր, որովհետև մեգումը շունչը ուրախության մեջ եղած ադեն, այսինքն միտքը, զգացումները, փափակները, ուրախության մեջ եղած ադեն ավելի կփորձվի, քան դարաբանքի ժամանակ։ Որովհետև դարաբանքի ժամանակ զսպված կլաս ու շատիր կլաս, ամեն ռադարները բացեն, ուրախության ադեն, ամեն ռադարները կոծեցեք, այսօր հանգիստ է, այսօր հաղթած ենք, փամը չի գա, պիտի ուտենք, պիտի խմենք։ Աստվածաշունչի մեջ Սիգելագի պատմությունը Դավիթի գիշեք, թշնամին եկավ, արավ իր ընտանիքները, զավակները, հարստությունը եւ կացին, այդքան ուրախ էին, որ հաղթած էին, կացին ամեն զենքերը ցկեցին, ուտելու խմելու սկսան, երբ Դավիթ հասավ իրենց զարնելու եւ ընտանիքը առնելու, տեսավ ամենը քինով, ամենը ուտելու խմելու վրա են, շատ հանգիստ զարգավ։ Հայրեր այսպես կսեն, դարաբանքը եսդ կխոնարեցնե, հաջողությունը քեզ կգուրցնե առանց քու զգալուտ, անոր համար է որ դու նկատի չես առներ, ուրախությունը միշտ պետք է բահել հսկողության տակ, քանի օքի ունի այս փորձառությունը, որ ուրախության ադեն ամեն զուսպ անզուսպ կդառնա, ամեն զուսպ բան անզուսպ կդառնա ուրախության ադեն, ամեն ինչ, եւ հետեւաբար այդպես հասկացված է, որ ուրախությունը կարևոր է, որ դու միշտ հսկողության տակ ցկես, որովհետեւ ըստ երևույթին ուրախությունը, հաջողության զգացումը գցկե, որ դու սբրտած եւ ամեն բաները բարանները փրտած կյանք ապրիս, ինքը վիճակ ունի կյանքիդ մեջ, անոր համար կարևոր է շատ զսկուշ լալ։ Օգոստինոս Հիպոնացի գսե, փառքավաճում ավելի մեծ վտանգ է շունչին, քան հագարակորդը թշնամին։ Հետևաբար շատ կարևոր է, որ մենք նկատի առնենք մեր կյանքերեն ներս թե ինչ կպատահի։ Մեր զգացումներում մեջ եկեք նայենք, մեր խոր աշխարհի մեջը ինչպես կբացատրվի ուրախությունը։ Ուրախությունը կբացեցնե վտանգ ըմբռնելը։ Եվ որ ուրախ վիճակի մեջ ես, քու ներքին աշխարհիդ մեջ ընդհանրապես բացած գլա վտանգը, քալիք վտանգը դեսնելը, ըմբռնելը, հասկանալը, ուղեղը, որովհետև աբահովը լալու լուր գղրգե, քու ուղեղը աբահով ենք լալու լուրը գղրգե այդ ուրախության մեջ, ուղեղը կբացեցնե վտանգը զսպող ներքին վիճակը, ներքին արգելակը։ Եվ որ դու 4 կողմդ ռումբ կբայթի, 4 կողմդ քարեր գինան, քու ներքին աշխարհը ինչ կսեքեզի, զգուշ պետք է լաս, 4 կողմդ պետք է նայիս, որ չլա գլուխիդ քարինա, բայց երբ դու աբահովություն ունիս մեջդ, որ այլևս քար չի գա, ռումբ չգա, հանգիստ առանց լուրերը մտի գնելու, առանց 4 կողմի քարը լալնելու դուրս կելես։ Ուրեմն քու բնական անցդ քեզի այդպես կկալեցնե ուրախության ադեն, աբահովության ադեն, ամեն դեղի մեջ աբահովություն կստեղծե, բայց չես կնարդուն կյանքի աբահով ժամանակ հոգևոր լարվածությունը իջեցնել, որովհետև դու հոգևոր թշնամի ունիս, անդեսանելի թշնամի ունիս։ Մեծն Անդոն երբ անաբատ մտավ, իրեն գծեծեին, գչարչարեին, գդարաբեին այդքան շատ, որ ինքը հրաժարեր անաբադի կյանքը ապրելեն, որովհետև գիտեին, եթե ինքը անաբադի կյանքը ապրեր, ինչ որ վերջը գիծավ, ամեն մարդ գիծավ, ինչ փոփոխություն պիտի բերեր եկեղեցու այդ թարու ժամանակաշրջանին մեջ, բայց երբ կսե ինքը հավատքով վստահ մնաց եւ քնած քարայր մտավ, քարայրը մտնելեն իդ Աստծո Սուրբ Ոգին հանգչեցավ եւ իր աչքերը բացավ, տեսավ թևերու խումբը բազմությունը Եվ ո՞ն ներշնչվեցավ ասելով, եթե դուք ինձ այդքան զորավոր չի տեսնեիք, այսքան մեծ թիվով ինձ փորձության դանելու չէիք կար։
իր աչքերը բացվեցավ եւ տեսավ, որ իրեն հետ բադահած միտքերը, զգացումները ինչքան յետևը թիվային աշխատանքներ կան։ Մարդիկ կդառնան ավելի անզգուշ եւ կսկսին արագ որոշումներ առնել։ Քանի օքի արագ որոշում արած է ուրախության, խաղաղության, ներշնչված, խանդավառ եղածը, նույնիսկ դերոճմեն ներշնչված ադենը։ Քանի օքի արագ որոշում արած է, ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է։ Երկինք պիտելն վաղն է, մարդիկ կան այսօր կմարգարեյանան 1800 թվականին սկսյալ ժամանակ առ ժամանակ կտեսնես գլորակ թիվերուն 4 կողմերը հավաքված մարգարեներ կան, ասելով որ դերը հիմա պիտի կա, դերը այսինչ 2000-ի միտքա 2012-ի միտքա 2020-ի միտքա միշտ գլորակ թիվ մկա որուն շուրջը մի քանի օքի գեցած է դերը պիտի համի դերը ինքսավ եսա չեմ գիտեր Իր չգիտածեն ինչպես քեզ իսավ, անշուշտ ասիգա մեծ պատմություն է, ոչ է դերը գիտություն չունի, բայց դիրոջ մարմնացած փունույթի հաղորդակցության մեջ գոյություն չունի, այդ լուրը ադիգա հոր մենգել է, որ երկինքի մեջ քահի վրա նստած է։ Հետևաբար դու ինչպես գիտար, ուր գիտար, ով ասավ քեզի։ Դա գլորակ թիվերու շուրջ հավաքված միտք մնե։ Հետևաբար ասիգա կգոչվի զգացական անզգուշ, անզուսպ վիճակ։ Ուրախության ժամանակ անզուսպես չես զսպվիր այլևս, քանի օքի զսպվի այլևս հանդարտե մենք մեր էմային շարունակ կսենք օրական, որտեղ էմա միշտ ոտքերը վերն է կեդինեն։ Ոտքերը միշտ կեդինեն վերն է, էմա հանդարտե բաբի, միշտ պետք կա իրեն հիշեցնել, որ ոտքերը կեդինը լան։ Լավես միշտ վերն է։ Հետևաբար անզուսպ վիճակ մնե, ասիգա երբ մարդիկ լավը սկան գթաթրին ինքզինքնին հսկելեն։ Նորամար ուրախությունը արգելված բան չէ, հաբա մենք պետք է արթունը լանք, մեր հոգևոր արթնությունը չենք կնարմարել։ Աշխարհի վրա մեր ուրախությունը, մեր հաջողությունը պետք է բահենք։ Միակ լույսը, որ կբահե եւ մեզի պահպանելու մասին կխոսի, մեր ներքին լույսն է։ Աշխարհը ինքնին շուտ կմարի։ Հետևաբար նաև ասմեգը ասեմ ցեզի, հաջողությունը քու մեջդ գաշխատցնե հաճույքի դոփամինը։ Հաճույքի զգացումը, այսինքն գսե արժանի եմ ասոր։ Ես վաստգեցա այս մեկը, չէ՞, բնական զգացումներ են։ Միան այս անգամ հիմա ժամանակն է գրնամնել այս մեկը։ Ասկևերջ պիտի չնեմ, մանավանդ մեղքի բարակային, երբ ասես ասկևերջ պիտի չնեմ, մեկա տուն քեզի հայելին նայսը տուն քեզի ալ չես ավադար։ Չես ավադա, գիտես որ պիտենես, ասիգա միանը սկիզբն է քեզի, տուն քեզի համոզելու միջոց է։ Բոլոր անոնք, որոնք շարունակողական մեղքի մեջ պիտի ինան, ընդհանրապես առաջին անգամ այս մեկը պիտեսեն։ Միան այս անգամ, որովհետեւ ինքզինք համոզեմ իսկ կոմանցներն վերջ այլես բնական գտան, ինչ օքի ամեն ինչ լավ է։ Ինչե բادرեն ելլե։ Ասիգա բայց բնավաբստամբություն չէ, հաբա մեկնաբանված հադուցում։ Այսինքն ինքը այդպես մեկնաբանած է, որ ինձի իրավունք է, ինձի արդար իրավունք է, ես վաստգեցա, հիմա ամեն ինչ լավ է։ Մենք երկար ժամանակ բادرազմի մեջ չէինք ուտել, չէինք խմել, հիմա գրնանք երթալ մեկ հատ կինովնալ, օրինակ։ Կամ ասիգա անել, կամ անիգա անել, միշտ քեզի կտելատրե սահմանեն դուրս ելելով բան մնես։ Եթե դու զսպված հոգևորությամբ կառավարված չլաս։ Ուրեմն ուրախությունը ենթադրելով քեզի այդպես կսե, որևէ բան վտանգավոր բան, վատ բան պիտի չբադայի ինձի։ Քեզ այդ մեկը է, որովհետև այդ բանուն լեցված ես ցուն այդ հաջողության, ուրախության դոփամինեն, զգացումներդ բոլոր այդ դոփամինով շարժեր են, բնականաբար այդ միտքը պիտի կա, բայց չես կնար Աստծո բادرերը գեցնել։ Բարձորեն ասոր կգոչեն հսկողությունը մերած բան։ Եթե այսպես վարմուն կլա, գսեն հսկողությունը մերած է, հսկողություն չկա։ Հանկիստ ով որ կա գրնա ներս մտնել։ Ուրեմն ինչու Աստված գարդոն է, որ ուրախությունը մեզ փորձե, այդպես հարցում արդյոք կարծնես, ինչու գարդոն է Աստված, որ ուրախությունը մեզ փորձե։ Այսպես Ոսկան վտանգավոր բան է ուրախությունը, երբ Հիսուս կխոսեր ամուսնության մասին, Պետրոս եւ աշակերտները ասին, ավելի լավ է ուրեմն չամուսնանալ, քանի ամուսնությունը այս կամ մեծ խնդիր է։ Բնական մարդու արդահայտություն է ասիգա, որ գսե ուրախությունը ուրեմն Աստված ինչու մարդու մեջ ուրախություն դրեր է, որբեսի իրեն փորձությունը լա։ Ուրախությունը քու մեջդ Երևան գահանե, բարձորեն գարձես միջոց մնե,
հետախուզություն մնե քու ներքին աշխարհիդ մեջ, ով կգարավարե քու ներքին աշխարհը։ Դուն ուրախություն, հաջողություն մցերք բերեսն է, հայտնի գնե, ով կգարավարե քու ներքին աշխարհը։ Զգացումները թե Աստված։ Ճշմարտությունը թե ուրախանալ, ցածկիլ, խաղալ, ժամանակ անցնելները։ Նաև Գարկաբահությունը արդյոք ներքին մնայուն է քու մեջդ, հոգևոր գարկաբահությունը, կանոնները, գազմագերբ ըլլալդ ամեն ինչ, թե պայմաններեն գախյալ է։ Եվ որ ուրախությունը կա ասոնք Երևան գելեն բարձորեն։ Պայմաններեն գախյալ գարկաբահությունը կոյացած գլա կյանքի ջնշումներեն։ Որեն ասեմ, պայմաններեն գախյալ գարկաբահությունը կկոյանա կյանքի պայմաններեն։ Պայմանները կյանքիդ ինչպես են, շատ եկամուտ կա, թե քիչ եկամուտ կա։ Երբ քիչ եկամուտ կա, դուն անոր համաձայն գորոշես, թե ինչպես պիտի գարկավորես քու դրամդ եւ ծախսես։ Եվ ոչ չափահասության պատճառով։ Շատերը, եթե իրենք վարժված են կյանքի պայմաններեն, կգարձեն, որ իրենք չափահաս են։ Բայց եթե շատ դրամ կա, արդյոք ինչպես պիտի ծախսե։ Պայմաններեն պիտի ծախսե, ոչ թե ոչ ինք իրականության մեջ հաշիվն էլ գիտե ծախսելու համար։ Կանյոք է հասկացավ։ Անհատը ուրախության, հաջողության հետ լավ ցևով գվարվի, հա, որովհետև հետևանքներեն գվախնա։ Անհատը լավ ցևով գվարվի, որովհետև հետևանքներեն գվախնա։ Հսկողության դագ է։ Բայկարի մեջ է, ուրիշեն ենթակա է, միշտ ուրիշին ցերքին դագն է, ուրիշը հազիվ տեսնենք սխալ գնե իրեն պիտի սեր սխալ է, անոր համար ինքը ավելի լավ գվարվի։ Կյանքը դժվար է, սահմանափակ միջոցներ ունի, անոր համար ինքը լավ վարմունք կունենա, եթե այսպես չնեմ ինձի կորձեն գանե։ Մեկվեն թուն լավը գնես կոր ոչ թե կորձի մեջ մնալու համար, լավը բիդնես, որովհետև անիկա չափահասության բդուղն է։ Թուն երբ լավը չնես, թուն չափահաս մարդ չես, թուն բարակայի դակ կվարվիս, հետևաբար հավատարիմ չես, հետևաբար աբստամբ ես, միայն որովհետև ստիպված ես սնելու ադորամար գնես թուն պետք է Պետրոս Արաքյալ գսե ծառայեցեք, գարձես Քրիստոսին կծառայեք ձեր կորձի դեղերում մեջ։ Մարդիկ շատ անգամ վիրավորված են, ես ըրի, բայց ինքը չարաշահի ինձ, թող չարաշահի, Աստված չարաշահիլ չարցանակրեց, հավատարմություն արցանակրեց, անոր օրհնությունը սպասե կյանքիդ մեջ։ Ես լեցում մարդիկ գիտեմ, որ այդ հանգրվանը անցած են հավատարմությամբ եւ դերը եկած եւ իրենց օրհնած է։ Ես իրենց ըսած եմ, դերը քու հավատարմությանը համար քեզ գործն է եւ այսօր ինքը գտրչի այդ բաժինի մեջ թեպի նպատակագետ, որ Աստված իրեն սահմանած է։ Նկարակիրով գազմված է կամ թե միայն զսպված մարդը անհատը որ չափահասությունը ավելի ունի լավ գվարվի որովհետև իր արժեքները value-ները իր ներսը գազմված են չափահաս եղած են ցևավորված է մեջը ասիկա ճիշտ է ասիկա ճիշտ չէ ասիկա սկզբունք է ասիկա սկզբունք չէ Ինքը լավ գվարվի, որովհետև ջանցած է արժեքները։ Իր խիղճը յուրաքանչյուր հարցի մեջ, նյութի մեջ, բարակայի մեջ կորձոն է, աշխատող է։ Խիղճը իր զգացումներեն, փափակներեն շարժելով չաբրիր։ Ներքին աշխարհը իր Սուրբ Հոգիով, դերոճմով, բադվիրաններով եւ օրենքներով գազմագերբված է եւ գարավարված է։ Ավելի գվախնա Աստուծմե բաժնվել են, Աստծո գամքեն ինալեն, քան հետևանքներեն։ Հետևանքներեն չի վախնար։ Ճիշտը կգադարե նույնիսկ երբ մեկը չի նայիր իրեն։ Առանցին սենյակի մեջ եղած ադենը ճիշտը գնե, որովհետև ադիգա ճիշտն է, որ պետք է ինքը ընե։ Աստվածաշունչը Սաղմոս 119:11-ի մեջ նայեցեք ինչ կսե։ Իմ սրդիս մեջ բահեցի քու խոսքերդ, ուր բահեցի կովինից է, սրդիս մեջ բահեցի քու խոսքերդ, որբեսի չմեղանչեմ քեզի թեմ, ոչ վարպետիս, ոչ թրացիիս, ոչ անարգողին, ոչ վրաս խնդացողին թեմ, սրդիս մեջ բահեցի, չնայած ինչ է իմ պայմանները,
որբեսի չմեղանչեմ քեզի թեմ իմ մտահոգությունս քեզի թեմ չմեղանչելն է։ Ուրեմն դարաբանքը գախյալ լալ գսորվեցնե, դարաբանքը գախյալ լալ գսորվեցնե, բայց ուրախությունը Երևան գահանե գբացահայտե ինչքան չափահասություն կա։ Երբ ուրախ ես, հաճող ես, լավ վիճակի մեջ ես, Երևան գելլե ինչքան չափահաս ես դուն։ Ինչպես կործած ես ուրախությունդ։ Երբ ուրախությունը քեզի կա, առաջին բանը փառք տուր Աստծո։ Թող որ քու մեջդ երախտագիտությունը առ Աստված զարգացնես։ Եվ ոչ թե ուրախը լալդ այս եւ այն բանը ընելու արտոնություն դա։ Անցյալին ինձ մարդիկ ասեին, ես երկար դարիներ նոր տարին այն մարդ կերտար ընտանիքներով ժամանակ կանցներ, ես սենյակ կմտնեի աղոթելու։ Մարդիկ ինձ ասեին, ենի ասիկա դոն է, ամեն մարդ կդոն է ինչ, գսե ես նվերս կերտամ դերոճմեն առնելու։ Նույնիսկ ընտանիքիս անդամները չէին հասկնար, շատ անգամ գանդեսեին, շատ անգամ գնեղանային։ Ինձ համար խնդիր էր, ես չափահաս մարդ չէի, նվիրում ունեի միայն, Սուրբ ոգին իմ սրտիս մեջ այդ մեկը դրած էր, նույնիսկ բացատրել չէի գիտեր այն օրերուն։ Բայց այսօր կտեսնեմ, որ լավ է, որ ես Աստծո շնորհակալ լալու կացի նոր դարին համար, նոր ժամանակին համար, չարդոնեցի ես ինձի, նորեն երտամ նստիմ ու դելու, խմելու, աշխարհիկ վիճակներու մեջ ինալու, ինչ որ մարդիկ սովորաբար գնեն։ Ամենասիրելիդ երբ կերտաս, կնկատես, որ քո հոգևոր բաժիններուդ մասին որևէ ուշադրություն չներ։ Իրեն համար դոնը այս բատկեր ունի, եւ անոր համար գագնգալ է, որ թունալ իրեն այդ դոնին մեջ լաս եւ իր ռացները ընես։ Բոլորը դա հավանաբար հանդիպած կրնագլալ։ Բայց դոնը այն չէ, որ ես մարդոց սովորությունը ապրիմ, ես դոնը այն է, որ դոնին դիրոջ պետքերը ընեմ։ Ուրախությունս ադոր մեջ գտնեմ։ Հետևաբար եթե այդ ուրախությունը իրավունք զգաս, լավ մտի գրես իրելիս, եթե ուրախությունը, հաջողությունը, քեզի եղող լավ բանը իրավունք զգաս, ամիջապես ադիգա քու մեջդ գմտնե եւ քեզի ինչ կնե մեջեն գմեցնե հբարդություն գուտա եւ ադիգա ապրիլ գուտա, որ ժխտական կնկատվի։ Երբ ուրախությունը բարձրանա, ամիջապես շնորհակալություն հայտնե եւ նաեւ որ Տերը այդ մասին ինչ կսե, հոգեվոր կյանքդ այդ ուրախությունը ինչպես կմեկնաբանե, ինչպես գորագե, որագը ինչպես գորոշե, ինչքան արժեք պետք է դաս այդ ուրախության, այդ ուրախությունը զգացական է, թե այդ ուրախությունը Սուրբ Հոգին կողմեալ ուրախություն է։ Ես գիշեմ առաջին անգամ, եթե չեմ սխալիր մայքը կովս էր, դագավին դունի օրերուն մեջներ, ասի դերը շնորհակալություն հայտնեց քեզի։ Դերը ուրախ է, սավ դերը շնորհակալություն գայտնե, դերը գուրախանա։ Ասի այո, ես կսկամ դերը ուրախ է։ Եվ ինչ քեղեցիկ ուրախություն է, ինչ մնայուն ուրախություն է, ինչ շինարար ուրախություն է։ Մույսը ուրախ ես կխմես, արդու գելես փորդ կծավի, գլուխդ կծավի։ Ուրախ ես գուդես կխմես, գբարգիս ստամոց թթված կարտնաս, գլուխդ կծավի։ Լավ է գերագուրը, բայց ուրախությունը նայ քեզ ինչքան ցկեց ուտես։ Ինչքան ցկեց ընես։ Բարձ ուրախությունը սխալ դեղ երթա։ Հաջողութենեն յետ հոգևոր ռիթմը, գշրույթը թող չփոխվի։ Քո առօրյատ ինչպես է, ուրախությունը եկավ, դոպամինը բարձրացավ, միներ ավելորդ բաներ, քո առօրյայիդ մեջ մնա, որ վարժված ես ապրիլ։ Որովհետև ուրախությունը միայն ագրաներուտ երևնալը չէ, ուրախությունը ցերկերուն բարձրանալը չէ, ուրախությունը Աստծո դվածը ճանչնալով նորոգություն մը ապրիլն է։ Ինչքան այդ նորոգությունը ապրիս ուրախության, այդքան ընդարձակ կլաս ուրախությամբ դիրոջ, որ թեմ գտնե կյանքի դժվար նեղացնող պայմաններուն, քանի օքեդս է, երբ դժվարությունը կան է քեզի ձունգի չի բերեր, երբ դժվարությունը կա դիմացը կենաս։ Կսես դու ով ես։ Ադե դարբերությունը, որ ներքնաբես հոգիով զորացած մարդիկ կհանդիպին լեցուն բաներու, թեմ գտնեն ուրիշներ, որոնք շատ զորավոր գտվին, երբ կհանդիպին բաներու ձունկի կան, չեն թիմանար։ Որովհետև մարդուս իրական զորությունը իր ներսի զորությունն է։ Մարդիկ ընդհանրապես գինան
երբ այսպես կգարձեն, կմտածեն եւ կսեն, հիմա գրնամ հոգեվոր ապես հանգչիլ։ Լավ ծառայություն մերի հիմա գրնամ հանգչիլ։ Իրականության մեջ լավ ծառայութենեն իդ ճիշտ ինչպես լավ մարզիկի մահախտութենեն իդ երկրորդ օրը նորեն մարզանք կտեսնես։ Չի գնար հանգչիլ, որովհետեւ կվախնա ունեցածը գործընծնե։ Ինք ավելիին պիտի հասնի։ Կամ գսե այսօր գրնամ քիչ մը զենքերը վար առնել, կարգապահության բեք չի գա այսօր։ Բայց մենք կնայենք, որ ասոնք ճիշտ ցևով գիրարենք։ Հետևաբար ուրախությունը կամ հաղթանակը այդ ժամանակն է, երբ ամենաշատ կարգապահության պետք կգա։ Ուրախությունը այդ ժամանակն է, երբ ամենաշատ կարգապահության կորձի թրվելու պետք կգա։ Հետևաբար սիրելիս, երբ ուրախը լաս վերած է պատասխանատվության, ինչ պետք է անեմ հիմա, ինչպես պետք է շարժիմ հիմա։ Ուրախությունը Աստուծո կողմէ մեզի դրված է, բայց մենք շատ անգամ մեր կյանքի պայմաններեն ազդված, վերքերեն, դարաբանքներեն ազդված կփորձենք ապրիլ, անոր համար մեր ամրոցները իջեցնելով շատ անգամ ուրախութենեն յետ ամենավատ, ամենավտանգավոր հուսախաբություններուն կհասնենք։ Գիշեմ արիթովը գարոն էր, եթե չեմ սխալիր, ինձի հարցում հարցուց Ամերիկա էինք եւ ես իրեն ասի գարո զգուշ, որ նման ուրախությունները ունենալ էդ յետ զգուշը լասու հետև ամենազորավոր հարցակումներ անգետ կուկա դարիներ յետ արիթով մսավ երբ այն ադեն ինձի այս մեկը սիր ես ասի ինչ կսեիմ ասի բես գլամ յանի ուրախ եմ ուրախությունը սպիտի չաբրիմ բայց վերջը հասկացա գսե որ ուրախությունը երբ կա գրնալ լալ որ իմ վարմունքս քիներ վճարելու դանի ինձի եւ եկե զգուշը լամ ուրախությունը ապրե վայլե դերոճմով ոչ թե փոխե քու ռիթմդ, քու գշրույթդ, քու ցևդ, քու սովորությունդ, քու փարոյականդ, քու փարոյակիդությունդ կամ ինչ որ ունիս կյանքիդ մեջ ամեն